Մոնթե Մելքոնյան, պատմություն 1 րոպեում։ Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականին Կալիֆոռնիայում, հայկական ծագում ունեցող ընտանիքում։ Նա ավարտել է համալսարանը, տիրապետել է մի քանի լեզուների ուների եւ ուսումնասիրել 5 քաղաքակրթությունները։ Նա ուներ հարմարավետ, ապահով կյանք եւ գիտնականի ապագա, բայց Մոնթեն չէր կարող ապրել գիտակցելով, որ իր ժողովուրդը կրկին պայքարում է իր գոյության իրավունքի համար։ 1980-ականներին նա լքեց Միացյալ Նահանգները, անցնելով ստորգետնյա պայքարի, բանտերի եւ վտանգավոր առաքելությունների միջով։ Եվ երբ սկսվեց Ղարաբաղյան պատերազմը, նա ժամանեց այնտեղ, որտեղ որոշվում էր Հայաստանի ճակատագիրը, ոչ թե որպես հյուր, այլ որպես զինվոր։ Ավո անվան տակ նա դարձավ ամենահարգված հրամանատարներից մեկը։ Նա չէր թաքնվում ուրիշների հետևում, չէր գոռում կարգախոսներ, նա առաջնորդում էր ճանապարհը։ Զինվորները վստահում էին նրան, քանի որ նա ապրում էր նրանց պես եւ կմահանար նրանց հետ։ 1993 թվականին Մոնթեն զոհվեց մարտում։ Նա ընդամենը 35 տարեկան էր։ Նա չէր ծնվել Հայաստանում, բայց նա մահացավ դրա համար եւ այդպիսով դարձավ անմահ։